Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիր ըզմեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսփարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իքորձոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երրորդության, հորը, որդիին եւ Սուրբ Հոգին, գահավադանք Գաբրիելի ծերամբ Ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն, եւ ահեղ ու փարավոր երկրորդ կալուստին գնթունինք եւ գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, երբ այսօրվան մեր կյանքը գտիդենք, այսօրվան կյանքը հատկանշող ամենեն հորի, ամենեն վատ երևույթը անարդարությունն է։ Անարդարություն ամեն մարզեներս, անարդարություն ընկերային կյանքերս, անարդարություն նույնիսկ եկեղեցական կյանքերս, անարդարություն ընտանիքներու մեջ, անարդարություն աշխատանքի մեջ, անարդարություն նույնիսկ արդարադատության նախարարությանց մեջ։ Եվ adorամար Սուրբ Գիրքի մեջ բազմաթիվ անգամներ Աստված գսե մարգարեին բերնով արդար գտադեգով մարդիկ անարդարություն ազգերու մեջ։ Եվ սիրելիներ այս բոլորը արդյունքն են մեղքին, որ աշխարհ մտավ։ Երբ որ մարդը Աստուծո պատկերով ստեղծված մարդը, Աստուծո նմանությամբ ստեղծված մարդը բարբվեցավ իր աստվածային պատկերեն ու նմանութենեն, եւ ինչ է աստվածային պատկերը նմանությունը։ Ոչ թե թիմակիցի պատկերն է, այլ Աստուծո սրբությունն է, Աստուծո արդարությունն է, Աստուծո օրհնությունն է։ Երբ որ մարդը սիրելներ կբարբվի այդ բոլորեն, այդ ժամանակ մարդը անարդար կդառնա։ Ինչպես որ Աստուծո երկյուղը չունեցող մարդը իր կյանքի մեջ արդարություն չի գտնար կործել։ Աստուծո երկյուղն է, որ քեզ գմղե արդարություն կործես կյանքիդ մեջ։ Եվ անգախ սիրելներ մարդոց ունեցած բաշտոններեն, ըսպաղեցուցած իրենց թիրքերեն, ըլա գրոնավոր, ըլա աշխարհական, ըլա ղեկավար, ըլա բարձ շինական, եթե մարդը Աստուծո երկյուղով զսպանակված չէ, այդ ժամանակ սիրելներ շատ թյուրին է, որ անարդար կործեր կործե։ Սակայն գա մեկը սիրելներ, որ բացարձակ արդարն է, անիգա Դեր Աստվածն է, Հիսուս Քրիստոսն է։ Մեկը, որ երբեք չի գաշարվիր։ Ամեն մեկը այս կյանքի մեջ քին ունի գաշարվելու, բայց դերը չի գաշարվիր, անիգա անաչար Աստված է, աչարություն չներ երբեք։ Եվ դերը սիրելներ պիտի թադե մարդկությունը ճշմարտությամբ եւ արդարությամբ։ Adorամար երբ Աստուծո Քրիստոսի մասին կխոսենք, կսենք արդարն Աստված։ Միայն չեն գսեր Աստված, կամ չեն գսեր թադավոր, արդար թադավոր։ Որովհետև իսկապես ինք արդար է։ Գապան, որ Աստված չի գրնարնել, գապանը, որ Հիսուս չի գրնարնել։ Այո, գան բաներ, որ չի գրնարնել Աստված։ Աստված չի գրնար անարդարություն անել։ Գրնանել։ Աստված չի գրնար սիրելներ սուտ խոսիլ։ Աստված չի գրնար ուղիղը, ճշմարիտը շեղել,
սդության սխալի վերածել, չի գրնար, որովհետև իր նգարակրին, իր էյության, իր սրբության թեմ է այդ բոլորը, ադոր համար Աստված արդար է, բացարձակ արդարն է, և Աստված սիրելներ ամեն ինչ կտեսնե, մենք այսօր պիտի սերդենք, Աստված կտեսնե իր զավակներուն, իրեն հետևող ազգի, իրեն հետևող մարդոց դարաբանքները, չարչարանքները, նեղությունները, դժվարությունները, հալածանքները, նույնիսկ նահատակությունը։ Եվ Աստված ժամանակին հատուցում պիտի տա։ Կարևորը որ մենք չընկրկենք, կարևորը որ մենք սիրելներ չհուսահատենք, չհուսալքվենք, չհեռանանք Աստծուց, այլ մինչև վերջ իրեն վստահենք։ Քանի որ այսօր պիտի խոսենք սիրելներ Աստուծո ահավոր բադիժին մասին սերդողության ընթացքին, մեր հավաքական ընթերցանության համար ընտրած եմ Դավիթ մարգարեի գրած 9-րդ Սաղմոսը։ Այս Սաղմոսի մեջ պիտի տեսնենք, թե ինչպես թշնամիները, որ մեր վրա հարձակած են, անոնք կլան երևելի թշնամիներ, կամ լան աներևույթ թշնամիներ, այն թշնամիներ, որ մեզ բաշարած են սիրելներ, մեզ դգար գարձելով, սակայն մեր փոխարեն բայկարողը պիտի լա ով Աստված, եւ այդ ժամանակ թշնամիները մեր նահանջի պիտի թիմեն։ Պիտի ուզեմ, որ լրջությամբ, ուշադրությամբ գարտանք ընթերցենք այսօրվան Սաղմոսը, բայց մանավանդ վերջին դողը նայեցեք ինչ կսե։ Վերջին երկու դողերու մեջ։ Ել ով դեր ազգերը քո Թադաստանիդ ենթարկե, մարդը ինքզինք ամենազոր թող չգարձե։ Մարդիկ իրենք ինչ կգարձեն ամենազոր։ Մարդը սիրելիներ Աստուծո դիմաց ինչ է։ Ոչինչ։ Իսկապես որ ոչինչ է։ Հողեն ստեղծվայցավ, վերջավորության հողին պիտի վերածվի։ Եվ վերջին դողը նայեցեք, քու երգյուղըդ բարդատրի անոնց ով դեր, թող ասկերը գիտնան, թե իրենք մարդ են բարձաբես։ Բարձ մարդ, ոչ կրխակիր մարդ։ Թող ամեն ազգեր, թող բոլոր մարդին գիտնան, որ իրենք բարձ մարդ են։ Եվ դիրոջ երգյուղը պիտի բարդատրվի բոլորին վրա։ Բոլոր անոնց, որոնք սիրելներ անարդարություն գործեն։ Եթե դուք այսօր անարդարությանց զոհն եք, ձեր կյանքի ո՞յ եք հանգրվանի մեջ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստուծո արդարության վստահենք։ Եկեք ընթերցենք միասին գոհություն Աստուծո իր արդարության համար։ Այսպես վերնագրված է 9-րդ Սաղմոսը։ Գարտանք։ Ամբողջ սրդովս գոհություն պիտի մատուցանեմ քեզի դեր, եւ քո բոլորը սկանչելի գործերդ պիտի թվեմ։ Քեզմով պիտի ուրախանամ ու ցնծամ եւ ներփողեմ քո անունդ, ով բարձրյալ։ Թշնամիներս նահանջի ջամփան բռնեցին, քո թիմացդ դաբալեցան ու գորոստի մատնվեցան։ Որովհետև թուն ով արդարտադավոր, քո քահիտ բազմած իմ թադս եւ իրավունքս պաշտպանեցիր։ Հետանոսները հանդիմանեցիր, ամպարիշտը գորոստի մատնեցիր եւ անոնց անունը հավետ չնչեցիր։ Թշնամին ընդմիշտ խորդակվեցավ, անոնց քաղաքները հիմնահատակ գործանեցիր եւ անոնց անգամ գործվեցավ։ Բայց դերը գա ու գմնա հավիտյան, ան իր աթորը նստավ եւ պատրաստ է Թադաստանի։ Արտարությամբ պիտի թադե աշխարը, ուղիղ Թադաստան պիտի ընե ժողովուրդներուն։ Դերը ինք աբավեն պիտի լա անիրավվածին, աբաստան պիտի լա նեղության ժամանակներուն։ Անոնք որ քեզ կճանչնան ով դեր, քեզի պիտի վստահին, որովհետև թուն չես լքեր անոնք, որոնք քեզի գտիմեն։ Ամեն։ Ներփող երկեցեք դիրոջ, որ Սիոն կփնագի, բոլոր ազգերուն մեջ բատմեցեք անոր գործերը, որովհետև ան, որ բոլոր ոչիրներուն համար հաշիվ կբահանչե, հիշեց դարաբողները, չմորցավ անոնց աղաղակը։ Ողորմե ինձի դեր, դես թե ինչ խեղճ վիճակի մատնվեցա թշնամիներուս կողմե, թուն որ զիս մահվան իշխանութենեն դուրս բերիր,
որբեսի քու կորձերուդ օրդներկությունը գադարեմ Սիոն քաղաքին մեջ, քու ժողովրդի թիմաց եւ բարգեված փրկությանդ ծնծամ։ Ասկերը իրենց փորած փոսին մեջ կլորեցան, իրենց ոտքերը իրենց լարած թագարտին մեջ բռնվեցան։ Ահա այսպես դերը Թադաստանը ռավ եւ ինքզինք ջանցուց, ամփարիշները իրենց իսկ կորձերով թագարտի մեջ ցկելով։ Թեբի մահ պիտի երթան ամփարիշները, բոլոր այն ազգերը, որոնք զաստված գմորնան, բայց Աստված մինչև վերջ պիտի չմորնա չքավորները, հուսախապ պիտի չնե թշպախները։ Ել ով դեր ասկերը քութադաստանիտ ենթարգե, մարդը ինքզինք ամենազոր թող չգարձե, քու երգյուղըտ բարդատրյանոնց ով դեր, թող ասկերը գիտնան, թե իրենք մարդ են բարձաբես։ Ամեն։ Տեսեք սիրելներ, մեր ժողովրդական արածը ուրգե առնված է, փոս փորողը փոսին մեջ կինա։ Ահա սիրելներ, Սուրբ Գիրքեն առնված է։ Եվ գիտեք, չէ, աշխարհի բոլոր բեդություններու կանոնները, օրենքները ուրգե առնված են, ուրգե ներշնչված են, Աստվածաշունչ են։ Բարձաբես Աստվածաշունչի բոլոր փարոյական կանոնները առած են, վերջը զաստված իրենց երգիրներեն դուրս հանած են։ Եվ ադորամար սիրելներ աշխարհը այսօրվան ահավոր քաոս վիճակի մեջ է։ Ադորամար է որ մեղքերը գշատնան։ Սակայն գիտեք սիրելներ, Աստված երգայնամիտ է, Աստված ողորմած է, Աստված համբերող է, Աստված ներող է, եւ Աստված սիրելներ, մինչև այնադեմ որ մեզի կյանք տված է, արիտ կուտա իրեն դառնալու։ Եվ Աստված սիրելներ մեզի հրավեր ղրկած է։ Ինչի հրավեր։ Փրկության, ապաշխարության, իրեն դառնալու։ Ինչպես որ երբ որ դուք ո՞յ մեկ ցերնարկ պիտի գազմագերբեք, հարսանիք, գնունք, դարեթարց, ցեր հարազատներուն ինչ կուղարկեք։ Հրավիրադոմս։ Ցեր գոմե գինա որ դուք հրավիրեք ցեր հարազատները։ Բայց հարազատներուն կմնա այդ ցեր ուղարկած հրավերը ընդունիլ կամ մերժել։ Ճիշտ է։ Անոր գնտունի հրավերը ուրախության գուքա կմասնակցի։ Անոր գմերժե հրավերը ինքը գործընծնե։ Նույնպես սիրելներ Աստված մեզի հրավեր ղրկած է։ Եվ այդ հրավերը Սուրբ Գիրքն է։ Հրավիրադոմսը Սուրբ Գիրքն է։ Երբ որ փանանք դերը մեզի կհրավիրե ինչ բանի, գսե։ Եթե մեղքերդ գրգնագի գարմիր են, եթե մեղքերդ որթան գարմիրի նման գարմիր են, ես ծույնի նման սպիտակը դարձնեմ։ Խոստովանեմ մեղքերդ, գներեմ ու հավիտյան չեմ հիշեր։ Եկեք միասին երգենք հրավեր երգը։ Ինչու կմերժես տուն հրավեր, խաչյալ փրկչին որ գսեյեգուր, գլվամ քեզ քու բիղծ մեղքերդ եւ գնեմ քեզ ծույնեն ալմակուր։ Եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե։ Սիրելներ այժմ Քրիստոսի փազուկները փած են։ Գսպասե դերը մեզի։ Գսպասե որ մենք անարակ որդիներու նման իրեն դառնանք։ Բայց եւ որ Քրիստոս հայտնվի, այդ ժամանակ սիրելներ Քրիստոսի փազուկները փած պիտի չլան։ Այդ ժամանակ սիրելներ փազուկները փակ պիտի լան, այլ որպես թադավոր զինք պիտի ընդունենք։ Եկեք երգենք միասին։ Ինչու գմերժես տուն հրավեն, խաչյալ փրկին որ գսեյեգուր, գլվամ քեզ կուբից մերքերեդ, եւ գնեմ քեզ սույնեն ալմակուր, եկ մեղավոր, եկ շուդրե, Փած փազուկներու մեջ քեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, փած փազուկներու մեջ քեզ նեդե, դես ինչպես կամված է խաչին վրա,
անդրդունչ կեզ համար գզովի, դես ինչպես վշտահարն ագուլա, ու չեմ սիրով կեզի գնայի, եկ մեղավոր, եկ շուդրե, Փած բազուկներու մեջ կեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փած բազուկներու մեջ կեզ նեդե, եկ շուդով խաչին դակ ձնրատրե, ու մեղքեր տանոր խոստով անե, Եկ այսօր աշխարհեր աժարե, և ամփոփ կյանք տանող նվիրե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փած բազուկներու մեջ կեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փած բազուկներու մեջ կեզ նեդե, եթե հիմա հրավերը մերժես, անոր սուրբ հոգին գվշտացնես, ու գուցե այս վերջին անգամն է, որ նա քո սրտի թուր գզարնե, Եկ մեղավոր, եկ շուդրե, Փած բազուկներու մեջ կեզ նեդե, եկ մեղավոր, եկ շուդրե, Փած բազուկներու մեջ կեզ նեդե, Փած բազուկներուն մեջ կեզ նեդե։ Իսկապես սիրելներ, եկեք մենք մեզ փած բազուկներու մեջ նետենք։ Քրիստոսի ցերկերուն փած մնալը սիրելներ իր ողորմության նշանն է, խորհրդանիշն է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, դերը մեր յուրաքանչյուրի սրտին թուրին թիմած կանգնած է եւ թուրը գտագե։ Եվ այս խոսքը հայտնություն ովանու քրկի մեջ է, 3-րդ գլխու 20-րդ համարի մեջ Հիսուս կսե. Ահա ես թրան արջև եմ ու գփախեմ, եթե մեկը իմ ցայնս լսե եւ թուրը փանա, ներս պիտի մտնեմ եւ անոր հետ պիտի ընտրեմ անալ ինձի հետ։ Տեսեք ինչ ասավ Հիսուս, եթե իմ ցայնս լսե մեկը եւ թուրը ինչն է փանա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք դիրոջ ցայնը պետք է լսենք եւ մենք պետք է թուրը փանանք դիրոջ դիմաց։ Դերը չի նմանիր այս կյանքի ոստիկաններուն կամ այս օրերուն այսին, որ կա թուրը կդրե ներս մտնե։ Դերը թուրը կտագե։ Թուն է որ թուրը պիտի փանաս։ Եթե սրտի թուրը փանաս, ներս կմտնե։ Եթե սրտի թուրը փակ բահես, զինք թուրս կբահես։ Եթե ներս բերես, թուն կփրկվիս։ Եթե թուրս բահես, թուն կգործվիս։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, տեսեք, մեծ թագավորներու զավակները ուր գծնին բալադին մեջ եւ առասպելներն ալ, պատմություններն ալ ինչպես կսկսին, գար ու չգար, թագավոր մգար։ Այս թագավորը զավակ մունեցավ, զավակը ծնավ բալադին մեջ։ Բայց տեսեք, մեր երկնավոր թագավորը միածին որդին Աստուծո բալատներու մեջ չծնավ, ոչ ալ դուներու մեջ ծնավ, որովհետև Սուրբ Գիրքը գսե Փեթղեհեմի մեջ դեղ չգար իրեն համար, այլ ծնավ ուր, խոնար քարայրի մեջ, մսուրի մեջ, այրի մեջ։ Եվ սիրելներ այդ այրը, որ այսօր Փեթղեհեմի մեջ է, անոնք որոնք հետս ուխտակնացության եկած են, մենք կացած ենք այդ այրի մեջ արցունք տապերենք, Քրիստոսի մգրդության ծնության օրը այդտեղ եղած ենք։ Սիրելիներ, այդ այրը բարձ այր է, չգարձենք, որ
երբ մեկը օրմը գիշե մուխտավորները մեկը սավ այս է քարայրը ուր Հիսուս ծնավ ասի որ այո սավ ուրիշ բան կսպասեի ասի ինչ կսպասեիր բալադ կսպասեիր որ ըլար բարս քարայր էր դիեզերքի արարիչը բարս քարայրի մեջ ծնավ որբեսի սիրելներ մենք ալ որբես մարդիկ չսենք որ մեծ բանջներ ունի դերը որ մեր սիրտը արքայադունի վերածենք բալադի վերածենք ոչ դերը գուզե որ մեր սիրտը խոնար մսուրի վերածենք խոնար քարայրի վերածենք որբեսի այնտեղ ծնի եկեք երկենք սիրելներ Հիսուս սրդի տրան կանգնած Փակտերների ետևից ու ժամին ով է թագում ներսից պատասխան չես տալիս գհրգին ով է անվերջ թագում այդ քո փրկիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ պած այդ քո փրկիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ պած Սուրբ հոգու ցայնը դու չես լսում թեր ով է թագում բայց այդ գանչը չի թաթարում երբեք ով է անվերջ թագում Այդ քո փրկիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ պած Այդ քո փրկիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ պած Այնտեղ ընչում է ուժեղ ավելի ով է թագում մեղավոր դարձի եկավ աշխարհիր ով է անվերջ թագում Այդ քո փրկիչն է դրան մոտ կանգնած Սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ պած Այդ քո փրկիչն է դրան մոտ կանգնած սրդի թուրն է թագում գամած նա կընդունի քեզ վիճակով գործված միայն թե սիրտդ պած միայն թե սիրտդ պած միայն թե սիրտդ պած եւ դերը կընդունի քեզ Սիրելիներ այսպիսի բարի հայր ունենք մենք կրնա ըլալ որ մենք իրար չընդունենք մեկը երբ որ շատ մեծ սխալներ կործե մեկը մյուսին կրնա չընդունել բայց դերը կընդունի Ադորամար սիրելիներ Հիսուսի նմանիլը Հիսուսի պես ներողը լալ կնշանակե Հիսուսի նմանիլ կնշանակե Հիսուսին պես սիրտը բանալ Քանի անգամներ սիրելիներ դիրոջ սիրտը ծավծուցած ենք մեր մեղքերու պատճառով Գիտեք մեղքերը նեդերու նման են եւ որ մեղքը կործենք նետ խոցած գլանք Քրիստոսի սրդին որովհետև Քրիստոս իր սիրտը մեզի համար բայթեցավ Քրիստոսի սիրտը մեզի համար որ մենք սիրելներ փրկվենք ու բժշկվենք Մեր վերջին երգը վշտաց աշխարհեն քեզ գաղաղագեմ
ով բարձրելույն դեր, փնագող դեր, հոգիս գջնշվի մեղքերուս բերեն ողորմած բրգիչ կտա ինձի։ Սիրելիներ, ամեն մեկս վիշտի աշխարհում ենք։ Ամեն մեկս։ Եվ այդ վիշտի աշխարհը սիրելիներ ամեն մեկում մոտ դարբեր աշխարհ մնե, բայց վիշտ է։ Մեկը գրնալալ որ զավակի ցավ ունի։ Մեկը գրնալալ որ սիրելիներ կորձի նեղություն ունի։ Մեկը գրնալալ որ ընտանիքի դեր եւ դիգին իրարու հետ ցավ ունին, անհամացայնություն ունին։ Մեկը գրնալալ նյութական ցավ ունի, մեկը գրնա ֆիզիկական հիվանդություն ունի, մեկը գրնալալ որ սիրելիներ դեսակ անարտարության զոհ է։ Այլ խոսքով ամեն մեկս վշտի ցավ ունին։ Ամեն մեկս։ Գիտեք որ Հիսուս Քրիստոս ալ վշտի բարդեզմ ունեցավ եւ ադիգա գոչվեցավ Գեթսեմանի բարդեզ։ Այնտեղ արցունք տապեց Տերը։ Ադորամար սիրելիներ Հիսուս գահասկնա մեզ։ Եբրայեցիներուն քիրքի մեջ գսե Պողոս Արաքյալ, որ ունինք քահանայապետը, որ մեր ցավերը գիտե, որովհետև ինչ բաները որ մենք անցնենք ինք անցավ։ Անորամար չեն կնարսել որ ինքը Աստված է, չի ասկնար մեզի։ Դերը սիրելներ անոր համար մարդացավ, անոր համար մարմնացավ, որ եւ մեզի համար վիշտերու դեր դարձավ, ինչպես կսե Եսայի մարգարեն 50-րդ գլխու մեջ։ Մեզի համար վիշտերու դեր դարձավ։ Եվ մենք իր վերքերովն է որ բժշկվեցանք։ Եկեք մեր վիշտերը դիրոջ դիմաց բերենք։ Սիրելի եղբայր, սիրելի քույր։ Դուք այսօր նստած եք ամեն մեկդ այս աթոռներուն վրա, նստարաններուն վրա։ Միայն Աստված գիտե եւ դուք գիտեք որ ձեր սրդին խորը ինչ ցավեր ունիք։ Ձեր գողքի նստողը կամ ես չեմ գիտեր, չեն գիտեր։ Միայն Աստված գիտե ձեր սրդի մեջ ինչ ցավ կա, ինչ մտահոգություն կա, ինչ նեղություն կա։ Հիսուսին դիմաց բերեք։ Դիրոջ դիմաց բերեք սիրելիներ։ Ինքը դեսնե, գլսե ու իր ժամանակին կպատասխանե։ Եվ միշտ հիշեցեք, դերը երբեք չաջաբարեր պատասխանելու, բայց նաև դերը երբեք չուշացներ պատասխանելու։ Դերը իր աստվածային ժամանակ ունի, վստահենք իր ժամանակին։ Վշտաց աշխարհեն, քեզ գաղաղագեն, ով բարձրելույն մեջ փնագող դեն, հոգիս գջնշվի մեղքերուս բերեն, ողորմած բրգիչ կտա ինձի։ Իմ դժվար հոգիս հանգիստ կփնտրե, ես շատ հոգնած եմ ու նայնը կյանք եմ, ըսփոփանք չունիմ, սիրտս կոտրած է, ողորմած բրգիչ կտա ինձի։ Ես շատ խաբվեցա սուտ խոստումներ եմ, շողոքորդ աշխարհը գողոդեց ինձ, ու գբդդիմ անոթի ծարավ, ողորմած բրգիչ կտա ինձի։ Իմ դժվար հոգիս հանգիստ կփնտրե, ես շատ հոգնած եմ ու նայնը կյանք եմ, ըսփոփանք չունիմ,
սիրտս կոտրած է, ողորմած փրկիչ կտա ինձի, անարագ որդին հորդունը թողուց, հաջույք պնդրելու քեզ մերու, բայց անաբադին մեջ մոլորեցավ, ողորմած փրկիչ կտա ինձի, իմ թշվար հոգիս հանգիստ կպնդրե, ես շատ հոգնած եմ ու նայնը գյանը քե, ըսպոփանք չունիմ, սիրտս կոտրած է, ողորմած փրկիչ կտա ինձի, սրտանց կզղջամ ու գաբաշխարեմ, աղի արցունքով գողպահամը մեղքերս, ինձ և անարժան ես քեզի գուքամ, ողորմած փրկիչ կտա ինձի, իմ թշվար հոգիս հանգիստ կպնդրե, ես շատ հոգնած եմ ու նայնը կյանք եմ, ըսպոփանք չունիմ, սիրտս կոտրած է, ողորմած փրկիչ կտա ինձի, ողորմած փրկիչ կտա ինձի, ողորմած փրկիչ կտա մեզի, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր, փառք քեզ, եկեք միասին ասենք, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր, փառք քեզ, ամեն ինչի համար փառք ու դանք քեզի դեր։ Բարի եկածեք սիրելի քույրեր եղբայրներ, սիրելի հայրեր եւ մայրեր, Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ, բոլոր անոնք, որոնք արդեն դարիներով սիրելիներ իրարու թեմ կգտեսնենք եւ արդեն ընտանիք դարձած ենք, մեծ ընտանիք Քրիստոսի անունով։ Բոլոր անոնք, որոնք այսօր առաջին անգամն է որ մերզի եկած են։ Անուններով քանի մոկիներ գիտեմ, Հարություն եւ Նունե, բարի եկածեք։ Սարգիս եւ Գայանե, բարի եկածեք։ Ուրիշ ով եկած է առաջին անգամ այսօր։ Ծերանունը Վերոնիկա, այսինչ գեղեցիկ անուն է, բարի եկածեք։ Մերի, երկու կտար շատ սիրուն անուններ ունիք, Հիսուսի կյանքին հետ կապված, բարի եկածեք, Աստված ձեզ օրհնե։ Ուրիշ անունդ Արամ, բարի եկածես, այսինչ գեղեցիկ անուններ։ Աբրիկ, օրհնյալը լակ, Հարություն եւ Զովինար, դուք ալ բարի եկածեք, այո, առաջին անգամն եք այստեղ, օրհնյալը լակ եւ բոլոր անոնք, որոնք սիրելներ վերադարձած են գրգին անգամ, էլո, բարի կալուստ, ով վերադարձած են օրեն, Գարաբեդ եղբայր գիտեմ, այո, բարի եկալ։ Աբրիս եւ սիրելներ բոլոր անոնք, որոնք համացանցի ջամփով, թե ուղիղ եթերով, թե համացանցով գեդվին, փյուր ողջույն։ Մենք կսերդենք հայտնություն ովանու գիրքը։ Եվ Աստուծո գամքով 2026-ին անոնք, որոնք կփապակին, հետս ուխտակնացության երթալ Հունաստան, պիտի այցելենք Պատմոս գղզին եւ պիտի մտնենք այն քարայրը, Ձունգի, աղոթք պիտի անենք, ուր որ Հիսուս հայտնվեցավ Հովանես Արաքյալին։ Հետևաբար 2026-ին մենք Պատմոս գղզին պիտի ելանք։ Սիրելիներ, Հովանես Արաքյալ դեսավ դեսիլկմը,
Մենք ասեմ որ հասած ենք 15-րդ գլուխը եւ այսօր պիտի ավարտենք 15-րդ գլուխը սերդելով 5-րդ համարեն մինչեւ 8-րդ համար։ Ուրեմն բզիկ վերակաղմը այս գլխու սկիզբը տեսանք թե ինչպես Հովանես Արաքյալը երկնքի մեջ տեսավ մեծ եւ զարմանալի նշանը։ Տեսավ սիրելիներ 7 հրեշտակներ, որոնք ունեին վերջին 7 բադուհասները, վերջին 7 թադաբարդությունները, որոնցմով պիտի ավարտեր Աստուծո փառությունը։ Եվ տեսավ նաև հսկա բազմությունը արդարներուն, սուրբերուն, հավատացյալներուն, որոնք գանկնած էին գրագով խառնված աբագիի վրա, Աստուծո կային թիմած, եւ անոնք փարապանության երկ էին, Մովսեսի երկը եւ Քարնուգին երկը, եւ գսեին մեծ ու զարմանալի են քու գործերդ, ամենագալ դեր Աստված մեր, արդար ու ճշմարիտ են ջամփաներդ, բոլոր ազգերի տուտակավոր, դեր ով պիտի չվախնա քեզ մե, ով պիտի չփարավորե քեզ, քանի որ միայն տուն սուրբ ես։ Ահա սիրելներ, այս երկը լսեց Հովանես Արաքյալ, որ գերքեին բազմաթիվ ազգերեն մարդիկ։ Սիրելի քույրեր եղբայրներ, երկրի վրա ազգերու դարբերություն կա, բայց երկնքի մեջ ազգեր պիտի չլան։ Երկնքի մեջ մեծ ընտանիք պիտի լա։ Երկնքի մեջ սև ու ջերմակ պիտի չլա։ Երկնքի մեջ այս լեզուն կամ այդ լեզուն պիտի չլան, մեծ ու փոքր պիտի չլան, այլ բոլոր մարդիկ հրեշտակներու նման պիտի լան։ Երկնքի մեջ ամուսնություն չկա, երկնքի մեջ բազմազնություն չկա, երկնքի մեջ սիրելներ սրբություն կա։ Երկնքի մեջ այնպիսի բաներ կան, որ ինչպես Պողոս Արաքյալ գսե, ոչ մեկ աչք չէ տեսած, ոչ մեկ ագանջ չէ լսած, ոչ մեկ լեզու չի գրնար բատմել սիրելներ երկնքի այն գեղեցկությունները, որ մարդ պիտի վայելե, այս բառը շատ կսիրեմ եւ միշտ կսեմ այս բառին վրա գետրոնացեք, հավիդյան, հավիդյան, հավիդյան։ Եթե մեկը ասե որ ինչ պիտենեմ ես երկնքի մեջ հավիդյան, եթե շատ տշկոհ ես, կուզես տժող կնա։ Մեկը գա տշկոհ այստեղ, եթե տշկոհ գաս սիրելներ այստեղ են դուրս սողել է։ Երկինքը սիրելներ Աստուծո ներկայությունն է։ Ետ միշտ մեր հեռախոսներ անջատեցեք խնդրեմ։ Միշտ մեր ժողովրդական խոսքի մեջը սիրելներ ինչ կա, սիրային երկերու մեջը, ուրեմն սիրածը սիրածին դան, չոր կետնի կարին վրա։ Այսին կարևոր չէ, որ ուր պիտի լա, կարևորը սիրածը սիրածին է դլա, չէ։ Սիրելիներ, ով պիտի լա մեր սերը, Հիսուս Քրիստոս, հետևաբար դիրոջ ներկայության հավիդյան ապրիլը ուրախություն է։ Եվ եթե Աստված այս բզդիկ աշխարհը, որ մեծ կգարձենք, չէ, բայց բզդիկ աշխարհը, որ մոլորակներուն կո մեր բզդիկ աշխարհը մրջունի չափ է, ասխերուն կո մեր բզդիկ աշխարհը բզդիկ մրջունի չափ է։ Եթե այսքան հետաքրքիր, այսքան գեղեցիկ ստեղծած է, եւ եթե ամեն օր ճամփորդենք, ամեն օր աշխարհի 4 կողմը գավարդենք, չեն գավարդեր։ Երևակայեցեք, որ անհունդ եզերքի մեջ Աստված ինչեր պատրաստած է մեզի։ Սակայն սիրելներ, երկինք պիտի լեն բոլոր անոնք, որոնք այս կյանքին մեջ դիրոջ կավադան եւ դիրոջ բադվիրաններու մեջ են գկալեն։ Անարդարները, սդախոսները, փամփասողները, քողերը, ոչրակորձները, միասերականները, արվամոլները, իքամոլները, չգիտեմ, գեղձավորները, անոնք երկնքի արքայություն պիտի չմտնեն։ Եվ ամեն մեկս մենք մեզ քննենք, սրբակրենք։ Տեսեք, առաջին Գորընթացներու նամակի 5-րդ գլխու մեջ Պողոս Արաքյալ հետևյալը գսե. Ինեն 11 համարները կգարտամ։ Միթե չեք գիտեր, որ անիրավություն ընողները Աստուծո արքայությունը պիտի չժարանքեն։ Դուք ցես չխապեք։ Անոնք որոնք բորոնգություն կնեն կամ գրաբաշտ են, կամ շնացող, իքացյալ, արվակեդ, քող, ակահ, քինեմոլ, փամփասող կամ հապշտագող,
Աստուծո արքայությունը պիտի չժարանքեն։ Եվ այս խոսքերը առաքյալը գսես սիրելներ քրիստոնյա դարձողներուն։ Այդ խոսքով նաև այսօր մեզի, բայց գշարունակի առաքյալ, այստեղ չի գնար։ Եթե ցեզ մե ոմանք այդպիսին չէին, մեզ մե ոմանք այդպիսին չէին, շնացող, փամփասող, քող, ավազակ, բորնիկ, ամեն մեկս մենք գիտենք ով ենք մենք սիրելներ։ Մենք կրնանք մեզ ուրիշներեն ծածկել, բայց չենք կրնար Աստուծո մեզ ծածկել։ Բայց փառք Աստուծո, նայեցեք հույս ուր է, գսե առաքյալը։ Բայց ծեր մեղքերեն լվացվեցակ, սրբվեցակ, արդարացակ։ Լվացվեցակ, սրբվեցակ, արդարացակ։ Ինչով։ Լվացքի մեքենայով։ Ոչ։ Դեր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստուծո հոգին միջոցով։ Ահա սիրելներ մեր մաքրությունը, սրբությունը, արդարությունը մեզմով չէ, այլ Տիրոջմով, Սուրբ Հոգիով։ Ահա այս է որ գնե ապաշխարությունը։ Իսկ անոնք որոնք չարին հետևին, պիտի գործանին։ Հիմա ովքեր են այս 7 հրեշտակները եւ ինչ պիտի անեն աշխարհի վաղճանեն ամիջապես առաջ։ Եկեք անցնենք սերդողության։ Սկսենք սերդել 5-րդ համարը։ Նախ ընթերցենք։ Գսե Հովհաննեսը։ Ասկե յետք, ուրեմն այս երկեցողութենեն յետք, որ երկեցին արդարները, դեսա, որ բացվեցավ երկնքի դաջարը, ուր գտնվի վկայության խորանը։ Հովհաննես առաքյալ սիրելներ, քանի անգամ արդեն այս հայտնության քրքի մեջսի, ամեն անգամ Հովհաննես առաքյալ ոչ թե լսողի թերի մեջն է, ոչ թե զինք իրեն գբատմեն այս բոլորի մասին, այլ ինչ կլա ինքը, գդեսնե, ագանադեսի վկայությամբ է, որ այս բոլորը գկրե։ Աստված հայտնեց իրեն ամեն ինչ եւ Հովհաննես առաքյալ դեսավ, անոր համար սիրելներ, իրենք կգոչվեին նաև դեսանողներ, դեսանող մարգարեներ, որոնք գտեսնեին այնինչ որ Աստված իրենց ցույց կտար։ Եվ գսե որ դեսա երկինքը բացվեցավ, երկնքի դաջարը բացվեցավ, ուր գտնվի վկայության խորանը։ Ինչ որ դաջարի մասին է խոսքը։ Երուսաղեմի դաջարի մասին է խոսքը։ Ոչ, նախ ինչու, որովհետև Հովհաննես առաքյալ երբ գրեց հայտնություն Հովանու գիրքը, մոտավորապես 95 թվականին, անշուշտ Հիսուսեն յետք։ 95 թվականին գրեց։ Այդ ժամանակ դաջարը գոյություն ուներ։ Ոչ, դաջարը քանթված էր, քարուքանթ եղած էր, քարի վրա մնացած չէր, որ թվականին։ 70 թվականին, աբրիկ, շատ աբրիկ, լավ սորված եք։ 70 թվական, այսինքն 40 թար առաջ արդեն դաջարը քանթված էր։ Ուրեմն Հովհաննես առաքյալ այստեղ ոչ թե գխոսի Երուսաղեմի դաջարին բացվելու մասին, այլ գխոսի երկնքի դաջարին բացվելուն մասին։ Եվ գսե որ բացվեցավ երկնքի դաջարը, ուր գտնվի ինչը վկայության խորանը։ Վկայության խորան հունարենով թարգմանվածն է, իսկ եբրայերենով գոչվի սիրելներ հանդիպումի վայր կամ հանդիպման խորան։ 5 դագարանի մեջ սիրելիներ վկայության խորանը աղոտ օրինակն էր երկնայինին, որ Աստված երբ որ Մովսես մարգարեն Սինալեր կանչեց եւ Սինալերը բարձացավ, Աստված երկնքի մեջ ցույց տվավ վկայության խորանը եւ ըսավ Մովսեսին, ինչպես որ գտեսնես, ինչ որ քեզի ցույց կտամ, թուն երկրի վրա ինչր է շինե, սարքե այդ բոլորը։ Եվ ինչ որ Մովսես դեսավ երկնքի մեջ, երկրի վրա շինեց, սարքեց։ Գարտացեք Ելից գիրք 25-րդ գլուխ 40-րդ համար կամ Եբրայեցիս 8-րդ գլուխ 5-րդ համար։ Եվ Մովսեսի շինած վկայության խորանը սիրելներ շարժական էր։ Նախ ինչ կնշանակե վկայության խորան։ Այն խորանն էր, այն վայրն էր, ուր գրոնավոր գուքար Աստուծո հետ հանդիպելու եւ խոսելու, աղոթելու իր ժողովրդին համար։ Մովսեսի ժամանակ ժողովուրդը խոստացված երկիր հասած էր, ոչ, այլ ուր էր,
անաբադին մեջ, թափարումներու մեջ։ Հետևաբար վկայության խորանն ար սիրելիներ վրան էր, ադորամար նաև գոչվի վկայության վրան, հանդիպումի վրան։ Ինչու 4 ցիցերով վրան գլարված էր եւ այնտեղն էր վկայության խորանը, երբ որ պիտի դեղափոխվեին վկայության խորանը գկագեին վրանը եւ ուրիշ տեղ գտանեին։ Մինչեւ որ Սողոմոնը դաջարը սարքեց եւ երբ որ դաջարը սարքեց սիրելիներ, սրբարանը սարքեց։ Սրբարանը դարձավ վկայության խորանը։ Ըստագ է։ Եվ սիրելիներ, այդ վկայության խորանին մեջ ինչը կգտնվեր։ Ուխտի դաբանագը։ Ուխտի դաբանագը շատ կարևոր է։ Ուխտի դաբանագի մեջ սիրելիներ ինչեր կգտնվեին 3 բաներ։ Դաստապանյա բադվիրաններու դախտակները, որ Աստված իր ցերկով գրած էր, երկրորդ Ահարոնի ծաղկած քավազանը եւ երրորդ մանանայեն սապորը ոսկի սապորով մանանա, որ անաբադի մեջ հрьяաները գերած էին։ Այս 3 բաները կգտնվեին ուխտի դաբանագի մեջ եւ ուխտի դաբանագը կգտնվեր վկայության խորանի մեջ։ Եղավ։ Ուրեմն վկայության խորանը սիրելներ Աստուծո ներգայությունը գխորտանշե։ Եվ վկայության խորանին հաստատումը, երբ որ սիրելներ Սողոմոն իմաստունը հաստատեց վկայության խորանը, հрьяաներու մոտ հետևյալ աստվածապանությունը, հետևյալ հասկացողությունը զարգացավ։ Ինչ? Որ Աստված գպնագի միայն ուր վկայության խորանին մեջ, հետևաբար դաջարին մեջ։ Երբ որ երկու թագավորություններ ունեցան հрьяաները, Իսրայելի հութայի թագավորությունը եւ հյուսիսային Իսրայելի թագավորությունը։ Երբ որ այս երկու թագավորությունները գործանեցան եւ հрья ժողովուրդը ակսորվեցավ դեպի Ասորեստան եւ Նապուկոդոնոսոր արքան Երուսաղեմի դաջարը քանթեց, ժողովուրդը հрья ժողովուրդը այն համոզումին ասա որ Աստված զիրենք ինչ լավ լքեց, որովհետեւ Աստված ուր կփնագեր Երուսաղեմի մեջ։ Ահա սիրելիներ, այս հրյական սխալ հասկացողության թիմած Հովանես Արաքյալ ցույց կտա, որ վկայության խորանը ուր է երկնքի մեջ։ Ասել գուզե որ երկինքը սիրելիներ ինչ վայրն է։ Երկինքը Աստուծո ներկայությունն է։ Ճիշտ է։ Որտեղ մենք գիտենք երկնքի մեջ երբ որ հասնենք դաջար պիտի լա, ոչ, երբ որ հասնենք սիրելներ սերդելու 21-րդ գլուխը հայտնությունով անու 23-րդ համարի մեջ գսվի երկնքի մեջ դաջար չկա, որովհետև Աստված ինք եւ քարնուգը իրենք են դաջարը։ Շատ լավ։ Երբ որ գսվի երկինքը սիրելներ Աստվածաշունչի մեջ այն հասկացողություն ունի, որ Աստուծո նստավայրն է եւ երբ որ գսենք երկինք կնշանակե որ Աստված ամենուրեք է։ Ամենուրեք է Աստված։ Աստված դաջարներու մեջ չի բնագիր միայն, Աստված ամենուրեք է։ Հիսուսին չսավ, եթե իմ անունովս 2-3 հոգի հավաքվի, ես անոնց մեջ եմ։ Հիսուսը սավ նաև Մատթեոսի ավետարանի 28-րդ գլխու 20-րդ համարի մեջ։ Ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վաղճանը։ Սիրելիներ, Հիսուս մեզի հետ է։ Չլա որ անգարցուգալ հրյական դրամապանություն ունենակ, որ ասեք որ Հիսուս միայն եկեղեցիներու մեջ է։ Աստված միայն եկեղեցիներու մեջ կփնագի։ Ոչ։ Աստուծո դունն է անիգա հանդիպման վայրն է, բայց դերը սիրելներ մեզի հետ է։ Մեզի հետ է դերը մեր երբ որ կորձի ենք, երբ որ ինքնաշարժի մեջ ենք, երբ որ կնացքի մեջ ենք, երբ որ օտանավի մեջ ենք, երբ որ նավագի մեջ ենք, երբ որ ճուրին դագ ենք, երբ որ երկնքի մեջ ենք, երբ որ համագարկիչի դիմաց ենք, երբ որ անգողինի մեջն ենք։ Այլ խոսքով սիրելներ մենք դիրոջ ներկայության ենք։ Անոր համար ամեն մարդ պետք է ապրի սրբությամբ։ Ամեն մարդ պետք է ինքզինքին ըսկուշանա, որ սխալ բան չնե, չսե որ ինձի մեկը չտեսներ, Աստված կտեսնե։ Հետևաբար սիրելներ երկինքը Աստուծո ներկայությունն է։ Ադորամար ինչ կսե այստեղ Հովանես Արաքյալ, ասկե ետ դեսա որ բացվեցավ երկինքի դաջարը, ուր կգտնվի վկայության խորանը։
ուրեմն Աստուծո ներկայության մասին է խոսքը։ Անցնիմ հաջորդ համարի սերդողության 6-րդ համար։ 7 հրեշտակները, որոնք 7 բադուհասներ ունեին, դաջարեն դուրս ելան, մաքուր ու փայլուն գդավե շաբիկ հագած, եւ իրենց գուրծքերուն ոսկեղեն կոդիներ գաբած։ Երբ երկինքի դաջարը բացվեցավ, վկայության խորանը, դեսավ սիրելիներ Հովանես Արաքյալ, որ դաջարեն դուրս ելան ովքեր 7 հրեշտակներ։ Հիմա ավելի հստակ դարձավ ցեզի։ Դաջարը ինչ է սիրելիներ, Աստուծո ներկայությունը։ Այս հրեշտակները ուրգե դուրս եկան Աստուծո ներկայությունն են եւ շատ հետաքրքրական է։ Թիվով քանի ադեն 7 հրեշտակները միայն 7 հոգի են։ Ոչ, հրեշտակները անթիվ են սիրելիներ, անհամար են։ Բայց այս 7 հրեշտակները հadouk բարդականություն ունին։ Եվ հետաքրքրական է ռաբբիական հուդայիզմին մեջը գահավադային սիրելիներ ռաբբիները, որ Աստուծո քահին շուրջ, անմիջական քահին շուրջ 7 զորավոր հրեշտակներ կային եւ այդ հրեշտակները կգոչվեին ներկայության հրեշտակներ, որոնք սիրելիներ մշտապես ներկայ էին Աստուծո քահին դիմաց պատրաստ Աստուծո ծառայելու, Աստուծո գամք կատարելու։ Ահա այս հրեշտակները թիվով 7 եւ 7-ն, անի անգամ ասած ինձի խորտանիշ է, գադարելության, ամբողջության, հետևաբար թիվով գադարյալ այս հրեշտակները սիրելիներ իրենց զորությամբ, գադարելությամբ պատրաստ են կորձ մգադարելու։ Ինչ կորձ։ Ոչ թե սիրելիներ մարդկության ավետիս բերելու, ոչ թե մարդկության Աստուծո ողորմությունը բերելու, ոչ։ Մենք տեսանք նախապես, որ շատ հրեշտակներ Աստուծո կողմէ եկան աստարարելու մարդոց, արտնցնելու մարդիկը, որ արտնցեք Աստված իր փարգությունը պիտի տապե, եթե չփոխվիկ։ Տեսանք սիրելիներ, որ ոմանք աբաշխարեցին, բայց դժբախտաբար մարդկության մեծ մասը չաբաշխարեց։ Աստված հարվածներ ղրգեց։ Առաջին անգամ 7 գնիկները բացվեցան եւ աշխարհի բնակչության 1/4-ը գործանեցավ։ Նորեն աբաշխարության արիտ տվավ Աստված։ Անոնք, որոնք աբաշխարեցին, բրգվեցան, իսկ անոնք, որոնք չաբաշխարեցին, Աստված 7 հարվածներ ղրգեց, փողերը։ Այդ փողերը սիրելիներ մարդկության 1/3-ը գործանեցին։ Հիմա վերջին սիրելիներ ինչն են, բադուհասներն են։ Տեսեք ինչ կսե։ 7 հրեշտակները, որոնք 7 բադուհասներ ունեին, վերջին բադուհասներն են, վերջին դատապարտություններն են Աստուծո։ Ինչու՞։ Որովհետև այլևս սիրելիներ Աստված մարդկության աբաշխարելու ժամանակ եւ արիտ պիտի չդա։ Եվ ինչու պիտի չդա։ Որովհետև սիրելիներ Աստված համբերող է։ Աստված մեզի պես չէ, որ 1 կհամբեր է, 10 կհամբեր է, 100 կհամբեր է, 1000 կհամբեր է, 100,000 կհամբեր է։ Աստված մարդկության ստեղծագործությունն մինչև այսօր եւ մինչև իր որոշած ժամանակի ավարտը համբերող է։ Բայց վայ եկերը, երբ Աստուծո համբերության բաժակը լեցվի։ Վայ եկերը։ Ճիշտ ինչպես որ սիրելիներ, երբ որ ծնողներ կհամբերեն իրենց ծավգին, 1 կհամբերեն, 2 կհամբերեն, 10 կհամբերեն, 100 կհամբերեն, բայց վերջը դերմը դուք ամեն կտալ մեծ մասը ծնող եք։ Ձեր համբերությունը դերմը չէ հադած։ Հադած է, չէ։ Ինչ հրացեք, բարձրացայ միս եք, բայց ասեմ, իմ բաբաս մամաս լավ ձեձեր եմ եզի, հա լավ ձեձեր են, գարակ, լավ ձեձեր են, և ես ադոր համար մեծ դալես վերջ իրեն ծեր կամպուրած եմ, ու մինչև այսօր կամպուր եմ, որովհետև խրատ կա, և այդ խրատը կարևոր է սիրելներ, անշուշտ հիմա չեմ ասել կացեք ձեձեցեք, վերջի երտակ պոլիսները ծեզի պրնեն ոստիկաները սեք, հայր բարտևը մեզ իսավ, չես սիրելներ, թաստիարագությունն է ադիգա, թաստիարագությունն է, թաստիարագությունը շատ կարևոր է, հիմա այս բոլորը ինչու սի, խրատը շատ կարևոր է, բայց և որ մարդ այլևս խրատը
գանդեսե խրադի է որ անդեսվի ինչ կուկատիմացը բադիժը համացայն եք մամաները բաբաները այնպես չեն որ հիմա երդասարտներ կան այստեղը հանգարտ չվախնան որ բաբա մաման նորեն բիձեձե բայց սիրելիներ այնպես չէ որ ծնողները այսպես քեֆերնին բռնած է եւ ձեծած են ոչ խրադած են աստարարած են բայց եւ որ տեսեն որ այլևս խրադը արդյունք չի դար այնադեմ բադիժի եկած է հիմա սիրելիներ աստված գամփեր է բայց եւ որ բադիժի ժամանակը կա ահա որ բիդլա եւ տեսեք ուշադրություն դարձնենք 7 հրեշտակներուն արդակին հակվածքին նկարակրության վրա մենք գիտենք որ հրեշտակները հակուս չեն ակվիր չէ հրեշտակները ինչ են հրեշտակները սիրելիներ հոգի են եւ հետեւաբար հակուս չունին համացայն եք բայց հետաքրքրական է որ օրինակ Եզեկիելի մարգարեության մեջ եւ որ կնկարագրվի Արուսիա հրեշտակաբեդը կնկարագրվի փայլուն քարերով սիրելիներ հրեշտակները զարմանալի լուսավորություն ունին մակրամակու լուսավորություն ունին հիմա այստեղ բայց հետաքրքրական է իրենց հակոստի ցևը որովհետև իրենց հակոստի ցևը գհիշեցնե 5 դագարանի քահանայական սկեստ տեսեք ինչ կսվի այստեղ գսե դաջարեն դուրս ելան մաքուր ու փայլուն շաբիկ գդավե շաբիկ հակած եւ իրենց գուրցկերուն ոսկեղեն կոդիներ գաբած հետաքրքրական է որ 5 դագարանի մեջ քահանաները գդավե ջերմակ սկեսներ գահակնեին որբեսի աստուծո դաջարի մեջ ինչն էին ծարայեին որովհետև սիրելիներ արկիլված էր սովորական շուգայի ամենօրյա հագուստով աստուծո դան մեջ ծարայությունն են ինչպես որ այսօր հաջող սիրելիներ փոքրական եկեղեցիներ միշտ կմեղադրեն արաքելական եկեղեցիներուն կամ գաթողիկ եկեղեցիներուն որ փարավոր սկեսներ հակվին ինչ պետք է այլևս սիրելիներ որովհետև ամենօրյա հագուստը որ մարդ կհակվի ամենօրյա կյանքի համար է իսկ աստուծո թիմաց եւ որ մեկը պետք է գանկնի որովհետև այնտեղ քահանան բادرակիչը ինքզինք չի ներկայացներ այլ կներկայացնե ով Հիսուս Քրիստոսը հետեւաբար պետք է դարբեր շքեղություն մլա դարբեր հակվածք մլա եւ անոր համար մեր հայաստանյա ցարակելական սուրբ եկեղեցու բարակային բոլոր բادرակիչները Ըսկսյալ գաթողիկոսեն բադրիարք եպիսկոպոս վարդապետ քահանա բոլորնալ նախ իրենց դագեն ինչ կակվին բադրակի սկեսին դագեն սպիտակ ջերմակ գդավ կակվին սպիտակ ջերմակ գդավ որ խորտանշե ինչը Քրիստոսի մաքրությունը սրբությունը արդարությունը եւ ապա է որ իրենց վրա դարբեր քույնի աստվածային քույներ խորտանշող գարմիր գաբույտ ոսկեկույն գանաչ եւ այլն ըսկեսներ գահակնին ցույց տալու համար որ սիրելիներ Քրիստոսի ինչը փարավորումը շատ բարի սիրելիներ նաեւ այստեղ գսե որ հրեշտակները իրենց գուրցքին գաբած էին ինչ կոդի ոսկիե կոդին ոսկին դուք գիտեք որ ոսկին ժանք չի գաբեր ճիշտ է ոսկին ժանք չի գաբեր հետեւաբար ոսկին խորտանշե ինչ սրբություն մաքրություն ապրիկ երկնքին մեջ երկնային վերին Երուսաղեմ քաղաքը երբ որ հասնենք 21-22 գլուխները պիտի տեսնենք գիտեք ջամփաները ինչպես վիդլան ամբողջությամբ ոսկի երկինքը որովհետև սիրելիներ ինչ է սրբության վայր է Ադորամար բեկչունիկ սիրելիներ ծեր հարազատներուն ասելու որ մեռնելուս ժամանակ ոսկիներս հետս կտաղեք բեք միլիչունանակ երկնքի մեջ ադիգա ցկեցեք հարազատներուն օրը մեկը մարդը իր գնոջ կսե որ ինձի երթում է որ ամբողջ ունեցածս միլիոնադեր է միջայդ բիլիոնադեր է ամբողջ ունեցածս հետս պիտի տաղես սիրով գսեգինը գխոստանամ մերնել են վերջ ուրեմն ամեն մարդ կհարցնե որ ամուսինիդ հետ
թաղեցիր հարստություն, գսե այո, գսե ինչպես, գսե որ չեք կրեցի, որ հոնդեղը մանրե։ Սիրելիներ, երկնքին մեջ փամը չեք կրնար մանրել։ Ինչպես որ գսե ժողովողը, մեր եկած ենք, մեր պիտի երթանք։ Դեսած եք, որ երեխամը, որ իր մորը արկանտեն դուրս կա, ձնի եւ ցերկը կասայի փանալիմը, կանցանագի փանալի, գամ credit card, gold credit card, որ unlimited գրնակ ծախսել։ Ադանք բան չի գա։ Ադանք բան չի գա։ Ամենքը սիրելիներ տադարկ եկած ենք, տադարկ պիտի երթանք։ Կարևորը հոգին հարստանա։ Հիմա այստեղը ուրեմն ոսկին գխորտանշե սրբությունը եւ իրենց գուրցքին գաբացեն շատ հետաքրքրական է նախ քահանայաբեդը գիշեցնեն ինչու որովհետեւ անցյալին սիրելներ քահանայաբեդները իրենց գրծկա վանտագին ուրեմն լանչաբանակ որոնք գաբած գլային ոսկի շղթա թելերով եւ հավասիկ այս եւ քահանայաբեդները ինչ կնեին գմտնեին սրբություն սրբոց ինչ ինելու համար աստուծո հետ խոսելու ահա այս ռեշտագաբետները այս 7 ռեշտակները հակած էին քահանայականը սկես քահանայաբեդի ուրեն լանչաբանակ խորհրդանշելով ինչ որ անոնք աստուծո ծառայության մեջ են եւ ինչպես որ քահանաները աստուծո գծառայեն ասոնքալ պատրաստ են աստուծո ծառայություն ադուցանելու եւ հետաքրքրական է երբ որ մենք առաջին գլուխը գսերդեինք դեսանք սիրելեր Հովանես Արաքյալ նկարագրեր Հիսուսը եւ Հիսուսը նկարագրած ադենը Հովանես Արաքյալ ճիշտ նույն ցևով գսե որ դեսա Հիսուսը սպիտակ հագած եւ գուրցքին ոսկի կոդի սիրելի եղբայրներ եւ քույրեր Հիսուսի հավատացողը Հիսուսի նման բիդելա Հիսուսի ծառայողը Հիսուսի նման բիդելա ինչպես որ է Հիսուս հրեշտակներն ալ իրեն ծառայող հրեշտակներն ալ իրեն գնմանին անոր համար մենք սիրելի եղբայրներ եւ քույրեր երբ որ գավադան Քրիստոսի եւ գծառայեն Քրիստոսի պետք է ինչի նման լանք Հիսուսի նման իմ սիրտը շատ կծավի եւ որ գսեն գրոնավորները մենք ալ մարդենք աշխարհի պես գրնանք ապրիլ անիգա ահավոր խոսք է ինչու որովհետեւ բոլոր մարդիկը առավել եւս գրոնավորները գոչված են Հիսուսանման կյանքով ապրելու, ոչ թե աշխարհիկ կյանքով ապրելու։ Եթե մեկը աշխարհիկ կյանքով պիտի ապրի, թող ցկե Հիսուսի ծառայությունը եւ աշխարհիկ կյանքով ապրի։ Այլապես ովև մեկը չի գտնար պատճառաբանել, այո, կրոնավորներս ալ մարդ են գկայտագին, գսահին, բայց մեղայի պետք է կանք։ Ոչ թե ասենք որ ամեն մարդ իր կյանքով պետք է ապրի, ես ալ մարդ եմ, ես ալ մարդկային իմ կյանքով սպիտ ապրիմ, ոչ։ Եթե ուխտրած է կրոնավորը Հիսուսանման կյանքով ապրելու, ապա պետք է Հիսուսի հետևի։ Որովհետև Հիսուսը ասավ, ով որ գուզե ինձի ծառայել, պետք է ինձի հետևի, եւ ինձի ծառայողը պիտի լա հոն, ուր ես կգտնվիմ։ Եվ հայրս պիտի պատվի ինձի ծառայողը։ Սիրելիներ, այստեղ հրեշտակները որու գամքը պիտի կատարեն Աստուծո։ Իսկ ինչ է Աստուծո գամքը։ Ինչ է Աստծո գամքը։ Փարգությունը, Աստուծո փարգությունը պիտի տապեն ժողովրդին վրա։ Աստուծո փարգությունը պիտի տապեն։ Որտեղ սիրելիներ այստեղը ալ հասա որ Աստուծո համբերության բաժակը լեցվեցավ։ Հետևաբար այս ռեշտակները աշխարհի վաղճանեն ամիջապես առաջ որ պիտի կան, ասոնք վերջին ռեշտակները պիտի լան վերջին որոնք սիրելիներ ոչ թե մարդկության պիտի արիտան ապաշխարելու, այլ Աստուծո ահավոր փարգությունը պիտի տապեն, որոնց վրա անորեն ու չար այս երկրի բնակիչներուն վրա։ Անցնիմ 7-րդ համարի սերդողության։ 4 գենթանիներեն մեկը 7 հրեշտակներուն 7 ոսկյա անոթներ տվավ, որոնք լեցուն են Հավիդյանս Հավիդենից գենթանի եղող Աստուծո փարգությամբ, ահա սիրելիներ։ Ով է սիրելիներ դվողը 4 գենթանիներեն մեկը, թե ով է չեն գիտեր որ մեկը, բայց մենք երբ որ 4-րդ գլխու 6-րդ եւ 7-րդ համարները գսերդեինք, դեսանք, որ
Հովանես Արաքյալ դեսավ Աստուծո քահը եւ Աստուծո քահին շուրջ 4 գենտանիներ գային։ Ճիշտ է։ Որոնք են։ Առաջին արույց, աբրիկ երկրորդ, արձիվ, աբրիկ երրորդ, եզ, աբրիկ չորրորդ, մարտանման հրեշտակ, աբրիկ։ Ուրեմն այս 4 գենտանիները, սիրելիներ անշուշտ գենտանի չեն, այլ գենտանի կնշանակե ողջ էյակներ, հրեշտակներ են, Աստուծո քահին շուրջն են։ Անոր համար մեր եկեղեցիները երբ որ գերտակ 4 ավետարանիչներու նկարները կան։ Եվ ամեն մեկ ավետարանիչին գողքին խորհրդանիշ գենտանի մը կա։ Օրինակ սիրելիներ, Մատթեոսի ավետարանի գողքին հրեշտակ մարտանման հրեշտակը կա։ Մարգոսի ավետարանի գողքին արույցը կա, աբրիկ։ Ղուգասի ավետարանի գողքին եզը կա եւ Հովանու ավետարանի գողքին արձիվը կա։ Շատ աբրիկ։ Այս բոլորի մասին խոսած եմ անցնիմ։ Ուրեմն այս գենտանիները մեկը անունը չի դար, որ մեկը չեն գիտեր, բայց երբեք գապ չունի։ Այս 7 հրեշտակներուն ինչ կանցնե, ինչ կսե ոսկիա անոթներ, անոթ կնշանակե աման, գոնք, ոսկիա գոնքեր։ Եվ հետաքրքրական է սիրելիներ, 5 դագարանին մեջ քահանաները գոնքեր ունեին, ամաններ ունեին, որոնց մեջ ինչ գավակեին, զոհի արյունը եւ խորանին դակ կթափեին։ Հիմա այստեղ, քանի որ իրենք քահանայական բաշտոնով կներկայանան, անոնք սիրելիներ իրենց ամաններու մեջ ունին ինչը Աստուծո փարգությունը։ Շատ կարևոր այստեղ բանը, նմանությունը, համեմատությունը գուզեմ ասել։ Մենք երբ որ գսերդեինք 5-րդ գլխու 8-րդ համարը, ինչպես նաև 8-րդ գլխու 3-ին 5 համարները, այնտեղ տեսանք, որ հրեշտակ ցերկի մեջ կամ հրեշտակները եւ 24 երեցներ իրենց ցերկի մեջ ունեին ամաններ, խունգի ամաններ եւ այդ ամաններու մեջ լեցված են ինչ աղոթքներ, որոնց աղոթներն էին հավատացյալներուն, սուրբերուն։ Եվ ինչ էին այդ սուրբերուն աղոթք այդ ամաններու մեջ։ Ինչ էին այդ աղոթները։ Հիշեցեք սիրելիներ։ Դեսեք վերակաղ գնենք օրի հետ։ 6-րդ գլուխը սերդացադեն, երբ 5-րդ գնիկը բացվեցավ, Հովանես Արաքյալը տեսավ Աստուծո զոհասեղանին դագեն արդարներու հոգիները, որոնք գաղաղագեին Աստուծո եւ գսեին արդար դեր մինչև երբ մեր արյան վրեժը պիտի չլուծես, մինչև երբ արդար եւ ճշմարիտ դեր։ Եվ ինչը սվեցավ անոնց, քիչի գալը սպասեցեք, մինչև որ ծեր եղբայրներուն, որոնք պիտի մարտիրոսանան, անոնց թիվը լրանա, ամբողջանա։ Սիրելիներ, այնինչ որ ուրեմն ամաններու մեջ լեցված էին սուրբերուն աղոթքը, արդար խնդրանքը, որ դեր մինչև երբ պիտի չտադես, ահա այս հրեշտակները իրենց ցերկի մեջ ինչ ունին, Աստուծո փարգությունը եւ Աստուծո փարգությունը ուրիշ բան չէ, եթե ոչ սուրբերուն արդար աղոթքը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր աշխարհի մեջ անորամար խոսքս այս երեգո սկսա անարդարության խոսքով, որքան անարդարություններ կգադարվին աշխարհի երեսին, որքան սիրելիներ լուր ծավեր կան, որքան քրիստոնյաներ կան սիրելիներ փանդերու մեջ կդարաբին, չեք կրնար երևակայել, դասնյակ հազարավոր քրիստոնյաներ կան աշխարհի երրորդ երկիրներու մեջ, իսլամական հարաբերության դակ, հետանոսական երկիրներու մեջ, որոնք կոմունիստական երկիրներու մեջ, որոնք սիրելիներ փանդերու ահավոր խուցերուն մեջ գդարաբին անարդարության պատճառով։ Նույնիսկ սիրելիներ այս երկիրներու մեջ որքան սիրելիներ անարդարություններ կան։ Եվ այս բոլորին ամեն օր գրնակ երևակայել, որ ամեն օր որքան աղոթք կբարձրանա Աստուծո, որքան աղոթք կբարձրանա, որքան հառաչանք կբարձրանա, գրնակ երևակայել սիրելիներ
առաջին հարաճանքը որ բարձրացավ որ մեեր ապելեն ով էր ապելը Գայենի եղբայրը այսինքն Ադամ եւ Եվայի զավակը եւ որ Գայենը եղբայրասպան եղավ սպանեց իր ապել եղբայրը եւ Հիսուսը ասա որ ապելի արյունը հողին դագեն գաղաղագե Հետևաբար ապելի արյունեն մինչև աշխարհի վաղճանեն առաջ ամենեն խոնար քրիստոնյա դարապող մարդուն արյունը որ պիտի աղաղագե Աստուծո այս բոլորը սիրելներ Աստված պիտի հավաքե իր մոտ եւ որպես ահավոր փարգություն ու բադիժ պիտի թափե որոնց վրա այս չար ու անօրեն մարդոց վրա Հետևաբար ծեր աղոթները երբեք չեն գործվելու երբեք Երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակի մեջ առաջին գլուխ 6-րդ համարի մեջ Պողոս առաքյալ գսե Արդարև Աստուծո համար արդարություն պիտի լա ցես չարչարողները դանչանքով բաժել Սիրելիներ եթե Աստված չբաժե այդ անօրեն մարդիկը որոնք դարձ չեն ապրած այլ մինչև վերջ համարորեն ծաղրած են Աստված չեն ապաշխարած եւ մինչև վերջ հալածած է մարդկությունը սիրելիներ Աստուծո համար անարդար պիտի լար եթե չբաժեր զանոնք այնադեն մենք պիտի ասենք որ մեղա Աստուծո բայց պիտի ասենք որ Աստված դու արդար չես Անոր համար առաքյալը գսե Աստուծո համար արդարություն պիտի լա Ցես դանչողները դանչանքով բաժել Իսկ 7-րդ համարի մեջ գսե իսկ ցեզի դանչվածնելու հանգիստ պարգևել Ահա սիրելիներ ուր է մեր քրիստոնեական հույսը որ երբեք ովևէ մեկ աղոթք պիտի չգործվի ովևէ մեկ բան անարդար պիտի չավարտի այլ Աստուծո արդար թադաստանը պիտի գադարվի Եվ մենք տեսանք սիրելներ այս 15-րդ գլխու առաջին համարի մեջ նայեցեք նորեն ինչ կսե 7 հրեշտակներ տեսա գսե Հովանես Առաքյալ որոնք ունեին վերջին 7 բադուհասները որոնց մոտ պիտի ավարտեր Աստուծո փառությունը Այս 7 բադուհասներով պիտի ավարտի Աստուծո փառությունը եւ ատկե վերջ պիտի կա ինչը Քրիստոսի երկրորդ կալուստը դեղի պիտի ունենա եւ վերջին տադաստանը Այս ժամանակ սիրելներ ամբողջությամբ չարը պիտի գործանի վերջնականաբես Երկնքի մեջ այլևս չար պիտի չլա այլևս մտահոգվելու դեղիկ պիտի չունենանք երբեք չարը պիտի անհետանա չարնալ մեղքնալ թժոխնալ սադանանալ ներնալ ամենքնալ այս գրագե լիջին մեջ պիտի նետվին Այստեղ սիրելիներ գուզեմ մեկ բանի մասին ալ խոսիլ եւ այս համարն ալ ավարտել Դեսեք այստեղ դիդրոսմը գործած է դիդրոսմը Աստուծո համար ինչ կսե Հավիդյանս Հավիդենից գենթանի եղող Ինչու համար գսե Հավիդյանս Հավիդենից գենթանի եղող Ասիկա սիրելիներ այս դիդրոսը գապ ունի Աստուծո անունին հետ Աստուծո անունը ինչ է Յահվե կամ Եհովա Ինչ կնշանակի Յահվե Մին այք սիրելներ որ տշպախտապար Եհովայի վգաները Աստուծո անունը արած են Եվ իրենք Եհովայի վգա կգոչեն Ալդոր համար եւ որ մենք Յահվե կամ Եհովա կործած ենք ամիջապես մարդիկ ասեն որ չլա որ ասոնք Եհովայի վգա են Մենք ճշմարիտ Եհովայի վգա ենք մենք ճշմարիտ Յահվեի վգա ենք իսկ Եհովայի վգա գոչվածները իրականության մեջ սատանայի վգա են որոնք Քրիստոսի աստվածությունը գուրանան Մենք հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու զավակներ ենք եւ մեր Տեր Աստվածը, մեր հայրերուն Աստվածը Յահվեն է, նույն Աստվածն է 5 դագարանի, նոր դագարանի, որ դիեզերքի արարիչն է եւ միակ Աստվածն է։ Հիմա ինչու համար տեսեք ինչ կսվի այստեղ։ Հավիդյանս Հավիդենից, որովհետեւ Աստուծո անունը սի Յահվե, ինչ կնշե Յահվե, եւ որ Մովսես Աստուծո ասավ լավ ինձի պիտի ղրգես որ ազատագրեմ ժողովուրդը։ Լավ ինձի հարցնեմ որ ով ղրգեց ինձի, ինչ ասեմ։ Ելից կրկի 3-րդ գլխու մեջ սիրելներ 14-րդ համարի մեջ Աստված ասավ քնա ժողովրդին ասե որ են ղրգեց
Են, ով է են, Աստված, անոր համար մեր եկեղեցիներուն, մեր Հայաստանյա Սարաքելական Սուրբ եկեղեցվո խորաններուն վրա միշտ ինչ դարը գա, է, որովհետև Աստուծո ինչն է անի գա, անունն է, որ էություն չէ, որ կնշանակե մշտական ներկան, մշտնչենավորը, հավիդենականը Էմանուելը, Աստված մեզի հետը։ Եվ մեր սիրելներ զուր դեղը չէ, որ մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, երբ հայոց այփուփենը հրավ, 7-րդ դարը, որ դարն է, այփեն, կիմ, թա, եչ, զա, է, ինչու, որտև 7-ը խորհրդանիշ է ամբողջության գադարելության և Աստված Աստծո թիվը ինչ է, 7-ը, Սատանայի թիվը ինչ է, 6, հետևաբար Աստված գադարյալն է և մշտական ներկան է, Աստուծո անունը չէ, Աստուծո անունը բիդի չէ, այսին ոչ անցյալ է Աստծո անունը, ոչ ալ աբակայ է, այլ Աստծո անունը ինչ է, մշտնչենական ներկան է, անոր համար այստեղ ինչ կսե, հավիդյանս հավիդենից գենթանի եղող, ինչ կնշանակե գենթանի եղող, ողջ, սիրելներ այսօր այս դիդրոսը մեզի համար թերևս շատ բան չսեր, բայց անցյալին անոնք, որոնք սիրելներ հետանոսութենե քրիստոնյա դառնային, իրենց համար ասիկա մեծ դիդրոս էր, ինչու, որտեղ մյուս բոլոր չաստվածները ինչ աստված էին, հետանոսներուն աստվածները, մերած աստվածներ էին, աստված կգոչվեին, բայց իրականության մեջ չաստված էին, մերած աստվածներ էին, իսկ երկնքի դիեզերքի արարիչ աստված ինչ կգոչվեր, ողջ աստված, գենթանի աստված, գիշեք Մանթեոսի ավետարանի 16-րդ գլխու մեջ եւ որ Հիսուս հարցուց աշակերտներու մարդիկ ինչ կսեն իմ մասիս, ամեն մեկը ասա որ մեկը կսե տուն Հովանես Մգրդիչն ես, հարություն արած ես, տուն Եղիա Մարգարեն ես, որ եկած ես, տու Մարգարեն ես եւ այլն։ Հիսուս ասա դուք ինչ կսեք իմ մասիս, ով եմ ես։ Պետրոսը հայտարարություն արավ, ասավ տուն ինչ Աստուծո, գենթանի Աստուծո որդին ես, գենթանի Աստուծո, տեսեք, այսինքն ողջ Աստուծո, սիրելի քույրեր եղբայրներ, աշխարհի մեջ բազմաթիվ չաստվածներ եղած են, արևո աստվածը, լուսինի աստվածը, օծ աստվածը, գադու աստվածը, մուգ աստվածը, ճուրի աստվածը եւ այլն եւ այլն։ Սիրելներ ուր են այդ աստվածները։ Չկան, անոնք մերած աստված են, անոնք կյանք չեն ունեցած որ կյանք տան։ Իսկ մեր բաշտած աստվածը գենթանի աստվածն է, և ոչ միայն գենթանի աստվածն է, հավիդյանս հավիդենից գենթանի աստվածն է։ Մենք սիրելիներ, ոչ թե մերած Հիսուսը կբաշտենք, այլ գենթանի հարություն արած դերը կբաշտենք։ Այս է սիրելին է մեր զորությունը, որ իսլամները մերած Մուհամմադի հետևեն են, որ Գրիշնայի հետևորդները մերած Գրիշնայի հետևեն են, որ բուդդիստները մերած բուդդիստի հետևեն են, իսկ մենք գենթանի Աստուծո հետևեն ենք, որ հավիդյանս հավիդենից ողջ է։ Եվ ասիկա սիրելներ կարևոր է բոլորին համար, որովհետև այսօր ալ դժբախտաբար այո գաբրինք մի աստվածյան մենք համայնքի մեջ, բայց դժբախտաբար շատ զավակներ, շատ մարդիկ իրենց համար դարբեր աստվածները ստեղծած են, գուրքերը ստեղծած են, անոնք լան թերասաններ, անոնք լան մարզիկներ, սպորտսմեններ, կամ չեմ գիտեր ինչեր, երգիչներ, սիրելիներ, ցավ է, երբ տեսնես որ մարդոց զավակներուն, սենյակներու մեջը ամեն տեսակ նկարներ կան երգիչներու, բայց Հիսուսի նկար չկա։ Իրենց բաշտամունքի, իրենց գուրքի մարդը այսինչն է, այսինչ թերասանը կամ այսինչ երգիչն է, բայց Քրիստոսի խաչը բատկերը կբացակայի։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ահա որքան կարևոր է այս դիդրոսը։ Եվ վերջին համարը, սերդենք, դաջարը լեցվեցավ Աստուծո փառքին եւ զորության զուխով, եւ ոչ ոք կրնար դաջար մտնել 7 հրեշտակներուն բերած 7 բադուհասները չավարտած։ Զուխը 5 դագարանի մեջ զուխը սիրելներ ինչի խորհրդանիշ է Աստուծո ներկայության։ Հիշեցեք, երբ որ Աստված Սինա լերան վրա բիդիչներ,
եւ Մովսեսին պիտի ադվիրանները դար, ինչով իջավ ձուխով, ամբով, ձուխի ամբով։ Եվ որ Սինա լերան վրա իջավ, ժողովուրդը սարսափեցավ նաեւ։ Ահա որ գրակ ձուխ գմխար ամբողջ լերը։ Ձուխը նաեւ սիրելներ այստեղ գսե Աստուծո փառքին եւ զորության խորհրդանիշներ։ Աստված ամբով գուքար, ձուխի ամբով գուքար, վկայության խորանի վրա եկավ։ Եվ երբ որ Մովսես սիրելներ դեսավ ձուխը չգրծավ վկայության խորանը մտնել։ Մինչև որ այդ ձուխը ամբը հեռացավ։ Կամ երբ որ Սողոմոն դաջարը շինեց, քահանաները դուրս փախան դաջարեն, երբ որ Աստված ձուխի ամբով իջավ, որովհետև անիկա Աստուծո փառքը գխորտանշե։ Եվ դու գավադա կամ ոչ, բայց ես գավադամ։ Երբ որ հայրենիք երթակ եւ Արարատ լերը գտիդեք, Արարատ լերան վրա միշտ ամբ կա։ Աստուծո ներկայությունն է անիկա։ Աստված սիրելներ մեզ պիտի ազատե։ Միան պետք է իրեն թարնանք, պետք է իրեն վստահենք։ Աստված օրը Հովանես Շիրազին երազը պիտի իրականացնե։ Արարատը ետ դում պիտի թարնա։ Կարևորը որ իրեն թարնանք։ Մենք իրեն թարնանք նախ, հետո Արարատը մեզի կթարնա։ Ինչու համար այստեղ գսվի թե երբ դաջարը լեցվեցավ Աստուծո փառքին եւ զորության ձուխով, ոչ ոք կրնար դաջար մտնել, 7 հրեշտակներուն փերած 7 բադուհասները չավարտած։ Ինչու համար մեկը չեր կրնար մտնել։ Գիտեք ինչու։ Դաջար մտնել կնշանակե նախ ամեն բանի առաջ Աստուծո ներկայության մտնել։ Ճիշտ է։ Դու գալ, երբ որ դաջար գուքակ, որու ներկայության գուքակ։ Աստուծո ներկայության։ Շատ լավ։ Ուրեմն դաջար ինչու համար դաջար ոչ ոք կրծավ մտնել։ Աստուծո ներկայության այսինքն։ Գիտեք ինչու սիրելներ։ Երբ որ Մովսես եւ քահանայապետները դաջար կմտնեին, բարեխոսելու համար իրենց ժողովրդին Աստուծո դիմաց։ Ճիշտ է, բարեխոսելու, որ դեր ները մեր ժողովրդին հանցանքները գաղաչեմ։ Քահանան այսօր սիրելներ եւ որ խորան կբարձրանա, ինչի համար կբարձրանա։ Բարեխոսելու համար, դիրոջսելու համար, որ ով քարն Աստուծո ները ժողովրդիս հոդիս մեղքերը գաղաչեմ։ Ուրեմն քահանային գլխավոր թերը բարեխոսությունն է, բարեխոսական թերին վրան է քահանան։ Իր հոդին համար Աստուծմեն ներում կխնդրե։ Ճիշտ է։ Բայց նայեցեք այստեղ ասե ոչ ոք կրնար դաջար մտնել 7 հրեշտակներու փերած 7 բադոհասները չավարտած։ Այսինքն ասել գուզե որ այլևս բարեխոսության ժամանակը լրացավ։ Ոչ մեկ սուրբ պիտի կարողանա մտնել Աստուծո ասել որ դեր կխնդրեմ ողորմիր իրենց։ Վերջ ողորմության ժամանակը վերջացավ։ Աստուծո ինչին ժամանակը ասավ։ Փարգության։ Ողորմության ժամանակը հիմա է։ Սուրբերը հիմա է որ կբարեխոսեն մեզի համար։ Բայց օր պիտի կա սիրելներ որ սուրբերուն բարեխոսությունը պիտի թատրի։ Ինչպես որ շատ հետաքրքրական է, Աստված սիրելիներ խոսք մսավ Երեմիա մարգարեին։ Երեմիա մարգարեն սիրելներ Աստուծո դիմաց գուքար եւ գաղութեր իր ժողովրդին համար։ 7-րդ գլխու Երեմիայի մարգարեության 7-րդ գլխու 16-րդ համարի մեջ Աստված Երեմիա մարգարեին դեսեք ինչ կսե։ Թուն այս ժողովրդին համար աղոթք մի էներ եւ անոնց համար աղաղակ ու աղաչանք մի մատուցաներ ու բարեխոսություն մի էներ։ Ինչու։ Քանզի քեզի մդիկ պիտի չնեմ։ Ինչու։ Որովհետև ալ եբրայցի ժողովուրդը Աստուծո այստեղը հասցուց։ Ամեն անգամ Մովսես մարգարեները բարեխոսեն որ դեր քանի անգամ Աստված ուզեց եբրայցի ժողովուրդը աշխարհի երեսեն վերացնել։ Մովսես ինչը սավ Աստուծո։ Դեր եթե իրենց պիտի վերացնես, նախ զիս վերացուր։ Նախ ինձի ինչ է։ Գխնդրեմ։ Իսկ եթե ինձի ընդրած ես դեր, կբարեխոսեմ իրենց համար, ները իրենց մեղքերով դեր։ Սիրելի քույրեր եղբայրներ, հիմա սուրբերը կբարեխոսեմ մեզի համար։
Բայց օր պիտի կա որ դերը պիտի սե սուրբերուն ալ մի աղաղակեք, ալ մի բարեխոսեք, ալ մի աղոթեք, որտեղ չեմ լսելու։ Իմ փարգությունս պիտի տապեմ։ Ադորամար այստեղ գսե նայեցեք, ոչ ոք կրնար դաջար մտնել 7 հրեշտակներուն փերած 7 բադուասները չավարտած։ Նաև ձուխը հիշեցեք որ Եսայի մարգարե 6-րդ գլխում մեծ սիրելներ դեսավ Աստուծո քահը եւ Եսայի մարգարեն գիտեր որ ով որ ոչ ոք կրնար Աստված տեսնել, ով որ տեսներ գմերներ, բայց ագնթարտի մեջ Աստված ինքզինք ցույց տվավ Եսային եւ ամիջապես ձուխը բադեց 6-րդ գլուխ 4-րդ համար գարտացեք։ Ինչս էլ ուզեց, Աստվածս էլ ուզեց Եսային։ Հիմա որ տեսար զիս, աչքդ հայացքդ հիմա երկինքեն գդրե եւ ուղղվիր դեպի ուր, դեպի ժողովուրդ։ Եվ ժողովուրդին ասե որ Աստված պիտի գործանեց ես եթե չաշխարեք։ Հիմա հավասիկ սիրեներ ձուխը փակվեցավ, ձուխով լեցվեցավ դաջարը, ասելու համար որ ծեր աչքերը երկինքեն հերացուցեք եւ աշխարհին ուղեցեք, որովհետեւ աշխարհի վրա իմ փարգությունս պիտի տապվի։ Եվ երրորդ նաև սիրելներ բացադրություն մենք կգարտանք սիրելներ Եբրայեցիներուն նամակի 11-րդ գլխում մեջ թե Բողոս Արաքյալը գսե որ ասոնք բոլորը իրենց ուրեմն ախոյան սուրբերը ապրեցան, բայց խոստացված երկիր չհասան։ Ինչու խոստացված երկիր չհասան, ինչու երկինքը չբացվեցավ իրենց դիմաց։ Որովհետև Աստված սիրելիներ գբահե որ սուրբերուն թիվը ամբողջանա եւ վերջի երկինք պիտի փոխադրե բոլորս։ Դագավին փուն երկինք ուր Աստված կա, այնտեղ սուրբեր չկան, բացի Աստվածամայրեն։ Աստվածամայրը որտեղ բոլոր սուրբերեն եւ բոլոր հրեշտակներեն վեր է։ Բացի Աստվածամայրեն երկինքի մեջ Աստուծո ներկայության ոչ մեկ սուրբ չկա դագավին, սուրբերը Աստծո դիմաց են, բայց Աստուծո ուղագի երկինքին մեջ չեն այդ երրորդ երկինք կոչված դեղը։ Երրորդ երկինք միելեն երբ Քրիստոսի երկրորդ քալուստին։ Ահա սիրելիներ, հետևաբար այս ծուխով լեցվիրը նաև ցույց կտա որ ամեն իմաստով Աստուծո փարգությունը պիտի թափվի եւ վերջը պիտի կատարվի։ Եղբայրներ եւ քույրեր։ Ով որ Աստուծո գավադա, ով որ Սուրբ Երրորդության գավադա, Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին եւ գաբրի հավատքի կյանքով անիգա սիրելներ այս բադիժներուն պիտի չեն տարգվի։ Անիգա դիրոջ օրտության պիտի արժանա։ Իսկ անոնք որոնք մինչև վերջ համար գերբով չաշխարեն ու չդառնան Աստուծո եւ ընդհանրակը գիտեք անհավատ մարդը ինձի հետ խոսած ադենը անհավատ էր, բայց սուրբ գիրք կարդացած էր, հա։ Հավատացյալներ կան, հավատացյալ են, բայց սուրբ գիրք չեն կարդացած դժբախտաբար։ Բայց ասիկա անհավատ էր, սուրբ գիրք կարդացած էր, որպեսզի կարողանար վիճապանել։ Ինձ իսա որ ծեր վերջին գիրքին մեջ ծեր դերը Հիսուս ինչով կներկայանա, ինչ կերպարանքով ինձի կփորձեր, ասի որ քարնուգի։ Ասա բաբրիս, ասա որ քարնուգեն ով գվախնա։ Քարնուգը ասավ դգար արարած է ասավ։ Քարնուգեն ով գվախնա։ Ասի որ երկրի վրա քարնուգը չի վախցներ, բայց երկնքի քարնուգը ամենահզոր քարնուգն է։ Անիգա քարնուգ է իր հեզությամբ, իր խոնարհությամբ, անիգա քարնուգ է մեզի հանդեպ, իմ եւ քո հանդեպ, եւ բոլոր մարդկության հանդեպ ցուցաբերած զոհողությամբ, բայց երբ որ վերաթարնա, այդ քարնուգը ահավոր թադավոր պիտի ներկայանա։ Եվ բացի իրեն սիրելներ, գիտեք որ բաժինը, բացի սիրելներ իրեն հայտնություն Հովանու գիրքը, այն բաժինը, ուր որ մարդիկ պիտի ասեն, բոլոր իրեն չհավատացող թագավորները, հարուստները, հրամանատարները, զորավորները, ծարաները, ազատները, բոլորը որ չեն հավատար։ 6-րդ գլխու Ասի որ տուն գարտացերը շա այդություն գիրքը այո, ասի որ 6-րդ գլուխ եկուր միասին գարտանք, 6-րդ գլխու 19 եւ 20 համարները ներողություն 16 եւ 17 համարները գարտած։ Դեսեք ինչ կսե։ Այդ ժամանակ մարդիկ
բահվդեցան քարայրներուն եւ լերներու ժայրերուն մեջ։ Անոն գսեին լերներուն եւ ժայրերուն. մեր վրա ինգեք ու ծածկեցեք մեզ։ Անոր աչքեն, որու աչքեն։ Շարունակությունը լսեցեք, շարունակությունը։ Անոր, որ քահին վրա գնստի, շարունակությունը բայց լսեցեք։ Ազատեցեք մեզ քարնուգին փարգուտենեն, որովհետև անոր փարգության ահավոր օրը եկավ եւ ով գրնա անոր արչեւ թիմանալ։ Այս է մեր քարնուգը, ըսի։ Այս է մեր քարնուգը հզոր, որուն թիմած ովևէ մեկը չի թիմանար։ Քարնուգը մեզի հեզություն կսորվեցնե, խոնարհություն կսորվեցնե։ Քարնուգը ցույց կտա Հիսուս Քրիստոս, որ ինք զոհվեցավ մեր մեղքերու թողության համար, բայց նույն այս քարնուգեն պիտի սարսափին բոլոր մեղավորները եւ պիտի ասեն լերներուն եւ ժայրերուն մեր վրա թափեցեք, ծածկեցեք մեզ, ազատեցեք մեզ քարնուգին փարգուտենեն, որովհետեւ ով գրնա անոր թիմած կանգնել ու թիմանալ։ Վայ այն մարդոց, որ մինչև Քրիստոսի կալուստը աբաշխարած չեն լար, իրեն թարցած չեն լար, իրեն հավատացած չեն լար, վայ անոր, որ գենթանի աստուծո փարգության ու բադիժին դակինա։ Ամեն։ Եկեք սիրելիներ, խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք, աղոթենք համայն մարդկոց փրկության համար, անոր համար ասենք եւ հիվանդած բժշկություն, համայն մարդկաց թարց փրկություն։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ցերկերս բարձել եմ տեպի երկինք, հայացքս հարել եմ քո սուրբ հայացքին։ Դեսնում եմ լույսը տեպի ինձ ուղված եւ աղոթում եմ քեզ իմ բարի Աստված։ Մեղսակորձ եմ ես, մեղքերով բադված, ուժ դուր ազատվեմ մեղքերից այս վատ, ուժ դուր ազատվեմ ինձ շրջաբադող թուլություններից, չարությունից, փարգությունից, նաև հաջող սիրտս գրձող նախանցությունից, ուժ դուր, որ լինեմ բարի ու խոհեմ եւ հնազանդությամբ գամքդ կատարեմ, ամեն։ Համայն մարդկանց, համայն մարդկանց, թարց բրգություն, դեր ողորմյա, Հիսուս բերգիչ մեզ ողորմյա սրբոհի գույս Աստված
Հիշյադեր եւ ողորմյա Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Հայր մեր որ հերգինս ես Սուրբ եղիցի անուն քո Եկեսե արկայություն քո Եղիցին գամ քո որպես երգինս եւ հեգրի Սաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր Թող մեզ զվարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն Այլը պարգյայի չարե Զիկոյե արկայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալք եղերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցիան ցես ընդ ամենեսյանդ ամեն Կարնուգին արյունով ծածկված ամփորձանք ծեր դուներ ասնիկ